արտադրություն խմբակցության ղեկավար Հակոբյանը արտադրության խմբակցության քարտուղար եւ ես նույնպես կուսակցության համանախագահն եմ եւ մեր համար շատ կարևոր եւ սպասված հանդիպում էր երևույթը եւ այս հանդիպման ընթացքում կարծում եմ կլինեն բազմաթիվ հարցեր եւ պատասխաններ ինչպես ձեր կողմից այլ մեր սիրով կուզենայինք սկզբից լսել ձեզ տեսնել ինչ նպատակներ ունեք ինչ պլաններ եւ ինչպես եք դուք պատկերացնում մեր համագործակցությունը մենք նույնպես շնորհակալ ենք տեսնելով արցախցիների առաջ կանգնած խնդիրները, մարտահրավերները, ինչի որ մենք ցավոք սրտի մեր հայրենիքում բախվում ենք, մտահոգել է մեզ մարտի 29-ի հավաքը դրավար ապացույցն է, ինքնաբուխ մարդիկ դուրս են եկել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, մինչ օրս ցավոք սրտի իշխանություններից հստակ պատասխաններ չեն եղել եւ մենք ստիպված ենք եղել խորհրդի անունից հանրային լայն քննարկումներ սկսելու հետագա մեր ճանապարհային քարտեզը ունենալու մեր պայքարի եւ շատ ուրախ ենք բավականին ժամանակ է արդեն ճանապարհ ենք ազդում իրար հետ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները որոնք որ առկա են եւ կփորձենք միասին լուծումներ գտնել մենք երկար ձեր գործունեությունը սկսելուց առաջ եւ դրանից էլ առաջ նույնիսկ դեռևս հենց այդ բռնի տեղահանման մի քանի օրից հետո մեր կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում ակտիվ կերպով շարունակել է իր գործունեությունը եւ կարծես թե մեր դիրքորոշումը այս երևույթների եւ ընդհանրապես Նիկոլ Փաշինյան երևույթի եւ նրա իշխանությունների նկատմամբ մենք բազմիցս հստակ արտահայտվել ենք հանրային կերպով, ուստի այս քննարկումների ընթացքում ջայլոց մենք նաեւ որոշակի պատրաստված ձեզ նաեւ հաստատային ձևով կներկայացնենք այն ամենը ինչ որ մենք ենք պատկերացնում, սակայն մեր համար կարևոր է որպեսզի մենք բոլորս ունենանք հստակ մեր դիրքորոշումը եւ գնահատականը Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից վարված քաղաքականության նրանց վերաբերմունքը Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցներին մեր համար շատ կարևոր է որպեսզի ցանկացած հասարակական միավորում կամ քաղաքական շարժում արտահայտի իր հստակ դիրքորոշումը երկրորդ հանգամանքը որի վրա մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դա Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների դերի եւ նշանակության անընդհատ բարձրացումն է որովհետեւ մենք կարծում ենք որ Արցախահայության վերադարձը իր հայրենիք դա միայն հնարավոր է Արցախի պետական ինստիտուտների շարունակական դերակատարության բարձրացման վրա եւ կարծում եմ այս հարցերի շուրջ պետք է լինի մեր քննարկումները եւ որպեսզի ավելի մենք կարողանանք ավելի ազատ մթնոլորտում շփվենք խնդրենք մեր լրագրողներին մի որոշ ժամանակ մեզ թույլ տան որպեսզի մենք ավելի փակ ֆորմատով ավելացում եմ անում ձեր ասած մտահոգությունների ձեր ասած այդ գործողությունների պրոցեսների ընթացքային այդքան ժամանակ որ ասում եք այստեղ մի հատ կարևոր հարցեր կա որտեղ անպայման պարտադիր պիտի այդ հաջորդ գործողությունների պրոցեսների մեջ կարևորացնվի դա ընդհանուր այն փորձերը որ ուզում են տարանջատել արցախցիներ հայ ազգ ոսկիներ այդ բանով այդ թեզերով մենք անենք ամեն ինչ որ այս իրավիճակում հայտնվելուց կամ էլ հետագա գործողության պրոցեսները մենք միասնական պիտի դա իրականացնենք ազգովի մենք չունենք տարանջատելու հասկացողություն ես միշտ օրինակ եմ վերել իմի որ Արցախը չկորցրած լինեինք կորցրած լինենք Սյունիքը այդ նույն տրամաբանությունը Սյունիքցիների նկատմամբ պիտի լինի այդ բաների այդ ուղղության վրա ես գիտեմ թե այդ ուշադրությունը աշխատանքները բոլոր պիտի իրականացնենք որ զրոյացնենք ընդհանրապես այդ հասկացողությունը չկա տես բան կա մի հատ ազգ հայ ազգ Նաև այդ առումով մի դիտարկում էլ դե եթե ասեցիք ես էլ միտքը շարունակեմ պարոն Իսրայելյանի
որպեսզի էլի հարցեր չմնան, ես կարծում եմ, որ մենք հայտնվել ենք այն փուլում արդեն կամ անցել ենք այն փուլ, որտեղ թե հասարակական ակտիվը, թե քաղաքական ակտիվը, այսպես լայն համախմբման խիստ կարիք ունեն եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ դրա չտարանջատումը, որովհետեւ ես քիչ առաջ ուզում եմ կրկնել, մենք բոլորս ենք նույն վիճակում, անկախ ինչ միավոր ենք ներկայացնում եւ այդ վիճակից բոլորս ենք ուզում դուրս գալ։ Մեր ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ դուրս գալու ճանապարհը պիտի գտնենք, որը մեկը պիտի լինի։ Եթե առ այսօր յուրաքանչյուրս ունեցել ենք մեր ճանապարհների պատկերացումը, սա հրաշալի հնարավորություն է նախ այո, հենց այս հանդիպումների արդյունքում եզրագծել այն ճանապարհը, որը մենք դուրս կգանք, որով դուրս կգանք, որովհետև իրոք եթե շատ-շատ ասում են ուշացրել եք, տարի ու կես է անցել նոր եք անում, պատճառը նրանում է, որ մեր համար անսովոր իրավիճակ է եղել մարդ իր հայրենիքի մյուս հատվածում չի կարող պայքարել իր իրավունքների համար, բայց մենք իրականում հայտնվել ենք այդ իրավիճակում եւ հետեւաբար մեր այստեղ լինելը նաեւ փաստում է այն հանգամանքը, որ չունենք քաղաքական որևէ ամբիցիա, այլ մեր նպատակը մեկն է լայն համախմբման արդյունքում իրոք գտնել այն ճանապարհը, որով մենք դուրս ենք գալու այս վիճակից, դուրս են գալու արժանապատիվ կեցվածքով եւ մենք մեր հայրենիքում իրականում կարողանալու ենք հնարավորություն ունենալ ապրել արժանապատիվ, մինչեւ մեր բնորան կվերադառնանք։ Շնորհակալություն։ Միջայլոց այս քանի օրա համացանցում շրջանառվում է Արցախի գործնախարարության դիրքորոշումը Արցախի հանրապետության մասամբ, Հայաստանի Արցախի հանրապետության մասամբ, ճիշտ է Արցախ բառից հուսափում են ավելի շատ էլ հանրապետության բառից, բայց օգտվելով առիթից մենք պետք է վերահաստատենք, որ այն ինչ դուք ասացիք, պարոն Իսրայելյան, երբ որ մարդկանց անձնական ապելություն վերածում պետական քաղաքականության եւ ամբողջ մի կառավարություն լցվում է տարանջատել Ղարաբաղցի, հայաստանցի, սևեր, սպիտակներ, չգիտեմ, նախկին ներկաներ, թավանչիներ, չգիտեմ եւ այլ, սա հենց կառավարման մեթոդ է եւ որդեգրել են հենց այդ կառավարման մեթոդը ոչ միայն արցախցիներին է տարանջատում, այլ ընդհանրապես հասարակությունը մառակիր եւ դիրի այդ ձեռագրով է որվա իշխանությունը շարժում եւ խոսում են մի փաստաթղթից պետական մակարդակով, ինստիտուցիոնալ մակարդակով, որ իրենք բոլորիցս լավ գիտեն, որ նման փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի, բայց քանի որ նրանք խնդիր ունեն փակելու Արցախի թեման եւ դրա հիմնական ուղղությունը հենց Արցախի պետական ինստիտուտների ոչնչացման ճանապարհով են ուզում շարժվել, հենց դրան պետք է մենք պատրաստ լինենք, որ բոլորս լծվենք մեր պետականության պահպանման գործով, քանի որ այսօր ինստիտուցիոնալ մակարդակով ոչ միայն Ադրբեջանն է ցանկանում Արցախը վերջնականապես կործանել, ցավոք սրտի նաև օրվա իշխանությունը այդ ջրաղացին ջուր է լցնում եւ պետք է հենց ներսից դրսում թշնամի դեռ ընտրել են ներսի թշնամիները, ովքեր որ ոտնձգություններ են փորձում այս կամ այն առումով ունենալ մեր պետականության պահպանման գործում, պետք է առաջերտին իրենց հետ պայքարել, իրենց դեմ պայքարել։ Ցավոք սրտի կան օրվա իշխանության արբանյակ արցախցի կոչվող արբանյակներ, որոնք ինչպես տեսնում ենք, ջուր են լցնում նման մարդկանց, նման իշխանության, նման քաղաքականության ջրաղացի։ Եվ հենց մեր խնդիրը ստերից պետք է բոլորս հասկանանք, որ ճիշտ ձևակերպենք, որպեսզի կարողանանք ճիշտ լուծումներ գտնել։ Այո, կարևորացնելով այսօրվա օրակարգի հետ կախված քննարկումները հենց բոլոր այդ հարցերի պատասխանների, որ ասում եմ, շեղում չլինի օրակարգի շուրջ է քննարկումները ու հաջորդական, որ ասում եմ, աջակցություն աշխատանքների իրականացնելու համար Շնորհակալություն շատ։ Կարող եմ նաև ասել դոկտոր։